Տիկին Զենֆիրան հայոց երկրի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված այս փոքրիկ գյուղաքաղաքում է ապրում։ Ամեն տարի նոր հույսերով ու բարի ակնկալիքներով թակում է ծերունազարդ ամուսինների դուռը։ Արդեն 20 տարի է ամանորի տոնական եղևնին ոչ ոք չի զարդարում։ Արմանը 20 տարեկան չկար, երբ բռնկվեց Արցախյան պատերազմը։ Չնայած ծնողների հորդորներին, ընդգրկվեց բանակի շարքերում ու զինվոր դարձավ։ Կռվեց ամենաթեժ կետերում։ Մեկնում էր եւ Արցախ, եւ հայրենի գյուղի, Ճամբարակի ու Արցվաշենի պաշտպանության մարտերին էր մասնակցում։ Այսօր Արմանի փոխարեն հայոց երկրի սահմանին Սերգեյն է կանգնած։ 15 տարեկան էր, երբ ադրբեջանական հերոսակախմբերը Գանձակում սկսեցին հայերի լայնածավալ ջարդերն ու տեղահանությունը։ Իր հենակետը հենց Գանձակին է նայում։ Ամեն անգամ մարտական դիրքում կանգնած հիշում է այն չարաբաստիկ օրը, երբ փակեցին իրենց տան դուռն ու ընտանիքով բռնեցին գաղթի ճամփան։ Հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում, ու Սերգեյը երդվեց ընդմիշտ ծառայել հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Արդեն մի քանի տարի է, որ հայրիկը տոներից առաջ համբուրում է զավակներին, շնորհավորում նրանց գալիք նոր տարին ու դիրքեր բարձրանում։ Նոր տարվա գիշերը Սերգեյը հենակետում է անցկացնելու։ Դժվար թե փոքրիկ դուստրերն այսօր հասկանան, որ հայրիկը իրենց գալիք օրը հերթական լուսաբացն է նվեր բերելու, որ երևի թանկ է ձմեռ պապիկի յուրաքանչյուր նվերից։ Իսկ այստեղ սահմանային զորամասում հայոց բանակի հետախույզները մասնագիտական հերթական պարապմունքն են անցկացնում։ Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ անակնկալ կմատուցի հակառակորդը տոնական այս գիշեր, ուստի պետք է միշտ պատրաստ ու զգոն լինել։ Հայոց բանակի նորակոչիկներն են։ Այս տարի առաջին նոր տարին են դիմավորում ընտանիքից ու հարազատներից հեռու, զորամասում։ Հաշված րոպեներ են մնում, շուտով կախարդական 12 զանգերը կազդարարեն նոր տարվա գալուստը։ Իսկ զինվորի ու զինվորականի ցանկություններն ու իղձերը այնքան տարբեր են։ Ելեք թե այս նոր տարին հայազգնինի գումարվեր Իգլուխ կարնո հայամրին հայուդրոշա ծածաներ Իգլուխ կարնո հայամրին հայուդրոշա ծածաներ Ելեք թե այս նոր տարին վերջ տարհայի ծավերին չարակոչեր ու բարին բունդներ մեր սրտերին Չարակոչեր ու բարին բունդներ մեր սրտերին Ամենազոր Տեր, իմ սուրբ հայրենիաց երկնային պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել, նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար։ Օգնիր ինձ անսայթակ ճանապարհով առաջնորդելու իմ եղբայրներին մեր սուրբ հայրենիքի պաշտպանության անձնվիրական գործում։ Ամենակարող Տեր, առաջնորդիր ինձ և իմ ընկերներին այս ծառայության մեջ։ Մի թող որ թերանանք մեր ծառայողական պարտականությունների կատարման մեջ։ Օգնիր, որպեսզի այն անցկացնենք զգոնությամբ, աճալրջությամբ, համաձայն հրահանգների և առանց արտակարգ պատահարների, երկնային զորքիդ բարեխոսությամբ միշտ տոկուն պահիր զինակիցներիս, պետերիս ու ինձ։ Ելեք թե այս նոր տարին վերջ տարվայի ծավերին չարակոչեր ու բարին բունդներ մեր սրտերին չարակոչեր ու բարին բունդներ մեր
սրտերին Շնորհավորում եմ բոլորին ամանոր եւ սուրբ ծնունդը, ցանկանում եմ բոլորին առողջություն եւ երկրին խաղաղություն, որպեսզի բոլորս ծառայենք մեր հայրենիքի պարտքը կատարենք եւ հասնենք մեր ծնողներին։ Թող Աստված այս երկրին այս տարի խաղաղություն բերի, այս տարի չէ, միշտ թող խաղաղություն բերի, բայց թող այս 2 տարին անցնի անփորձակ, որ բոլորս էլ գնանք հասնենք մեր տները, որտեղ մեզ լիքը սպասողներ կան։ Մի խոսքով Աստված բոլորի հետ, բոլորի նոր տարին շնորհավոր։ Շնորհավորում եմ իմ հայ ազգի նոր տարին։ Առաջին հերթին ճիշտ է իմ ծնողների, իմ հարազատներին եմ շնորհավորում, ցանկանում բոլորին նրանց առողջություն, երջանկություն, ամենակարևորը համբերություն, որ իրանց համար էլ ոնց որ իմ համար շուտ անցնի այս 2 տարին։ Թող չանհանգստանան ընդհանրապես, ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Ուղղակի կարոտն է, կարոտում ենք ու բան։ Շնորհավոր նոր տարի, սիրելի զինվոր։